Պարոն Առաքելյան, ձեր դիտարկումները այս նիստի հետ կապված, փաստորեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդպիսի տպավորություն ստեղծվեց, որ պատրաստվում է մերժել ձեր դիմումը, անընդհատ նշվում էր, որ հիմնավորումներ չկա, հակառակ կողմնել էր այդ կարծիքին, ինչ դիտարկումներ ունեք։ Տեսեք, մեր ԿՀ-ի դիրքորոշումը մեզ համար զարմանք չի առաջացնում մեզ մոտ, որովհետև իմ կարծիքով, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս ընթացքում կատարեր իր ֆունկցիոնալ պարտականությունները եւ այս հանրային տիրույթում տեղ գտած ողջ տեղեկատվությունը ենթարկեր պատշաճ ստուգման եւ արժանի գնահատականներ տար այս ամեն ինչին, մենք այս դիմումը ներկայացնելու անհրաժեշտություն չենք ունենա։ Եթե դուք ուշադիր եք, մեր դիմումի պահանջներից երկրորդը վերաբերում էր նրան, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ըստ անհրաժեշտության համապատասխան քաղաքական ուժի գրանցման որոշումը վիճարկեր նաեւ վարչական դատարանում։ Ըստ էության մենք եկել ենք խրախուսելու, որպեսզի ԿՀՀ-ն իրապես հետևողական լինի ընտրական գործընթացների իրավաչափությամբ։ Մեր գործողությունները ուղղված են բացառապես ազատ, արդար եւ հավասար ընտրությունների ապահովմանը եւ այս բոլոր հարցերը, որոնք ստեղ բարձրաձայնվեցին, միանշանակ հասարակությանը հուզող հարցեր են։ Ինչու է սքանուշ, պարոն Առաքելյան, 2 օր է մնացել ընտրություններին, քարոզչության վերջին օրն է եւ մի մեղադրանք էլ նաեւ սա է, որ ամիսուկես է այդ ուժը ընտրակաշառք է բաժանում ըստ հակակոռուպցիոնի տվյալների ու եկանք հասանք ընտրությունների վերջ, նաեւ կապում են բանավեճում վարչապետի հնչեցրած այդ հայտարարության հետ, օրդորի հետ, ինչու է սքանուշ։ Տեսեք, ես ցանկանում եմ նշել, որ մեր կողմից ԿՀ-ի առջև բարձրացված այս հարցերը առնվազն Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի շուրթերից բարձրաձայնվում են 2 ամսից ավել տևողությամբ։ Այլ հարց է, որ դրանք չեն ստացել իրենց արժանի գնահատականը, այլ բան է, որ իրավական գնահատման չեն արժանացել եւ կարծում եմ ոչ միայն բայց Արամ Սարգսյանի շուրթերից իդեպ նշեմ, տեսեք այստեղ է գտնվում օրինակ անկախ դիտորդ կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Լեոնիսյանը, որը ամենօրյա ռեժիմով ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում այս բոլոր հարցերի վերաբերյալ բարձրաձայնումներ է կատարում եւ ինչ միջոցառումներ, ինչ միջոցներ է ձեռնարկում ԿՀ-ն այս ամենի շուրջ։ Գիտեք, մի քիչ էլ զարմանալի է, տեսեք, մարդիկ խոսում են փաստի արկայությունից կամ փաստի բացահայտումից, իմ հարցերից մեկը, եթե ուշադիր լսեցիք, ուղղված է նրան, թե դուք ո՞րն եք գնահատում փաստ։ Այսինքն արդյոք այն, որ, չգիտեմ, մոտ 60 քրեական վարույթներ են հարուցված ընտրակաշառքի դեպքերով, մոտ 100 հոգի կալանավորված անձեր կան, այսինքն այս ամբողջ իրադարձությունները իրենց համընդհանուր տիրույթում, արդյոք սրանք չեն խոսում ընտրակաշառքի գործընթացների առկայության փաստի մասին, թե պարտադիր ԿՀ-ին պետք է օրինական դատական ակտ, որպեսզի ամեն ինչը բարդեն անմեղության կախավարկածը չխախտելու սկզբունքի վրա եւ ԿՀ-ն այստեղ իրեն փորձի ներկայացնել որպես դատարան։ Սա ԿՀ-ն է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հավատացնում եմ ձեզ, ես հազարավոր դատական գործընթացների եմ մասնակցել եւ ԿՀ-ում տեղի ունեցող այս լսումները էապես պետք է տարբերվեն դատական գործընթացներից, սա դատարան չէ։ Սա Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, որի գործողությունը պետք է միտված լինեն հասարակության շահերի սպասարկմանը կապված ազատ, արդար, հավասար ընտրությունների կազմակերպմանը։ Եվ պարոն Առաքելյան, չէ կարծում, այս ընտրակաշառքները, որ բաժանվել են այս ընթացքում, բացի դրանից Ռուսաստանից մարդ բերելը, նաև նյութապես շագրգռելով բերելը, դրա մասին եւս հրապարակումներ կան, այնքան շատ են ձեր դիտարկումներով, որ ազդեցություն կունենան ընտրությունների վերջնական արդյունքներին։ Տեսեք, իմ դիտարկումները դա ես ինձնից չեմ հորինել։ Տեսեք, դուք հենց նոր ընդգծեցիք եւ դուք ինքներդ եք մեջբերում, որ Հայաստանի Հանրապետությունում կա օրինակ օտար երկրից մեր երկրացիների, համաքաղաքացիների ներհոսք, շեշտակի աճ, այսինքն տեղի է ունենում հանրահավաք Հանրապետության հրապարակում եւ ձեր գործընկերներից օրինակ
լրագրող Նարեկ Կիրակոսյանը խոսափողով մոտենում է մասնակիցներին, տարատեսակ հարցեր է օրինակ ուղղում, քանի հոգով եք եկել, ինչի եք եկել, այդ հարցերի պատասխանները մի հատ լսեք մարդկանց։ Մարդիկ առանց բայց այնքան շատ է ձեր փաստա, դա ոչ ոք չի հերքում, մենք չենք հերքում։ Մեզ համար, տեսեք, մեր ներքին համոզմամբ, այս ամբողջ առկա տեղեկատվության համադրման արդյունքում հանգում ենք այդ հետևության, որ դրանք էապես կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Դա է պատճառը, որ մենք այսօր մտահոգված ենք եւ եկել ենք դիմել ենք ԿԸՀ։ Ընդ որում սա այս դիմումը մենք չպետք է ներկայացնենք։ Այս դիմումը պետք էլ չէ կապել ինչ որ այդ վերջին բանավեճում երկրի վարչապետի արած արտահայտության հետ, գիտեք, այսինքն ստացվում է միջոց չի ձեռնարկվել այդ ամեն ինչի վերաբերյալ այս հարցերը քննարկելու, քանի որ Հանրապետություն կուսակցությունը չեն ներկայացրել այս դիմումը, այսինքն մենք էինք մեղավորը ստեղ, հիմա էլ եկել ենք ներկայացրել ենք ԿԸՀ-ին եւ կարծում եմ, որ այս դիմումը ներկայացնելուց հետո էլ, այսինքն կարծիք կձևավորվի, թե հանրային իշխանությունները առաջին հերթին ընտրությունների պատշաճ կազմակերպման գործընթացի թիվ 1 պատասխանատուն դա հանրային իշխանություններն են։ Մենք այսօր հանրային իշխանություն չենք հանդիսանում, մեր քաղաքական ուժը։ Մենք պատրաստվում ենք դառնալ այդպիսին, եթե մեր հասարակությունը մեզ վստահի, իր քվեն տա եւ խոստանում եմ այլևս արդեն Քարոզ Արշավի թույլատրելի ժամանակն է սպառվել, այնուամենայնիվ ուզում եմ կոչ անել մեր հայրենակիցներին ամսի 7-ին իրենց ձայնը տալ Հանրապետություն կուսակցությանը եւ ընտրել 11 քվեաթերթիկը, որպեսզի նման խնդիրներ հաջորդ ընտրությունների առաջ արդեն մենք մասնակցենք եւ ասած խնդիրների առաջ չտանք։ Ես եմ շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։